Ողջույն հայրենակիցներ, այսօր սա արդեն երրորդ անգամն է, որ մենք էլի շփվում ենք, շփվելու հնարավորություն ունենք։ Ես ուղղակի պարտավոր եմ զգում տեղեկացնել բոլորիդ, որ 3 օրից այսօր ամսի 13-ն է, այսինքն ամսի 16-ին, ժամը 3-ին կառավարության շենքի դիմաց հավաքվում ենք։ Բոլորդ պիտի հասկանանք, որ մեզնից ամեն մեկից ինչ-որ բան է կախված։ Այս անգամ շատ հստակ եւ բարեկամական վերջնագրի տեսքով վարչապետին հանձնվելու է մի հանրագիր, որը վերաբերում է, թվում է, թե այսօրվա բազմաթիվ խնդիրների հետ ուղղակի կապ չունեցող, բայց գլխավոր խնդրին։ Ոչ միայն մեզ մոտ, այլ աշխարհի բոլոր ազգերի մոտ խնդիրներ կան, եթե այդ ազգերը չեն տնօրինում իրենց ճակատագիրը, այսինքն եթե զրկված են ինքնորոշման իրավունքից։ Իսկ ազգը իր ինքնորոշման իրավունքից զրկվում է, երբ ամեն անհատ իր հերթին զրկված է իր ինքնորոշման իրավունքից։ Ազգը այդ անհատների հավաքականությունն է։ Հիմա առաջին հայացքից կարող է թվալ, թե 10-րդական հարցի մասին են խոսում, բայց եթե այսօրվա իշխանությունները վերջապես կատարեն օրենքների պահանջները, մենք շատ արագ կունենանք այնպիսի պետական համակարգ, որտեղ ոչ թե ես կամ Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորի փոխարեն որոշում կընդունի, այլ բոլորդ միասին կմասնակցեք որոշումների ընդունմանը, եւ քանի որ բոլոր ազգերի նման մեր ազգում էլ լավ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ են, քան բացասական եսակենտրոն տրամադրություններ ունեցողները եւ սրիկաները, չվախենանք դա ասել, լավ մարդիկ ավելի շատ են։ Մեր ընդունած որոշումները կլինեն եւ արդար, եւ արժանապատիվ, եւ աստվածահաճո։ Ուրեմն ձեզնից ամեն մեկը ինչ որ բան ունի անելու։ Ես ձեր հավիտենական ծառան չեմ։ Ես միշտ պատրաստ եմ ծառայել ճշմարտությանը հանուն ձեզ, բայց այնպես չի, որ մինչև վերջ ես պիտի ամեն ինչ մոռացած ձեր փոխարեն ձեր գործերն անեմ։ Ժամանակին արել եմ եւ ոչ մեկին երեսով չեմ տվել դրա համար։ Արել եմ, սպասել եմ ձեր աջակցությանը, աջակցել եք, շնորհակալ եմ, բայց հիմա նորից այն մարդուն, որ դուք մի անգամ աջակցելով դարձաք միջազգային իրավունքի ենթակա, այսինքն պետության տեր ազգ, այլապես մենք սովորական փախստականներ, գաղթականներ էինք։ Չունես պետություն, միջազգային իրավունքի ենթակա չես, դու մի մակարդակով ցածրես կայացած ազգերի մակարդակից։ Հիմա մենք բարեբախտաբար առավելագույն մակարդակին հասել ենք, բայց իշխանության լծակները երբ գտնվում են գործականների, ստահակների կամ իդիոտների ձեռքին, տուժում է ազգը։ Հիմա գտել ենք մի համակարգ, որը պետք է կյանքի կոչել։ Մեզ ով է հակադրվում այսօրվա իշխանությունները։ Իրենք բան անել չեն կարողանում, մեր տվածներն էլ չեն ուզում նույնիսկ քննարկել։ Հիմա այստեղ խոսքը վերաբերում է ընդամենը մի բանի։ Դուք գալիս եք եւ ասում եք մենք համամիտ ենք, որ քննարկեք այս առաջարկը եւ Հայաստանը դառնա իսկապես ժողովրդին պատկանող երկիր։ Աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Ես սա մեր քաղաքակրթական ներդրումը կլինի, մանավանդ աշխարհի այս խառնակ վիճակում։ Ողորմելիները, միջակությունները, անգետները ասում են, դե մեզնից ինչ է կախված, մեծերն են որոշում։ Ձեզ համար այդպես է։ Նայեք այսօրվա իմ նախորդ հաղորդումը, սա այսօրվա երրորդ եթերս է։ Դիտեք նախորդը եւ դուք շատ խորը կհասկանաք, որ ձեզնից ամեն մեկից ինչ որ բան է կախված։ Էնպես որ մենք ամսի 16-ին ժամը 3-ին հանդիպում ենք կառավարության դիմաց, հետո տանում ենք նախազգուշացում դատախազին, որ ինքը վերահսկի այդ դիմումի քննարկման ընթացքը, տալիս ենք նաև սահմանադրության նախագիծը, տալիս ենք հայեցակարգ, այս բթամիտներ իրենք, տեսեք 8 տարվա մեջ ամենակարևոր հարցը, որի համար իբր թե խաղաղ, թավշյա, ինչ ասում են, ինչը, վերջը, բարերի շարք, կույտ, աղբ, այդ հեղափոխությունն ինչի արեցիր, մերժիր, սերժիր սահմանադրությունը, բա 8 տարվա մեջ այդքան դեբիլ եք արա սաղով, որ չեք հասկանում այդ ամբողը, որ ոստիկանի շորհակած, թե այլ կարգավիճակով իրեն ստորացրած մարդիկ, չեք հասկանում, որ 8 տարվա մեջ խոստումը չկատարած մարդուն ինչպես կարելի է հավատալ, բայց ես ոչ թե հավատում եմ, այլ պարտավորեցնում եմ ձեր միջոցով։ Դրանից հետո ամենաուշը մինչև փետրվարի 18-ը մենք պիտի ոչ թե քննարկում ունենանք, այլ պիտի ունենանք եւ կունենանք դրական պատասխան, որովհետեւ այն ինչ ես առաջարկում եմ ուղղակի մերժել հնարավոր չի, բայց այս նախնական փուլում եւ ընթացքում պետք է ձեր օգնությունն ու աջակցությունը։ Ես կրկնում եմ,
այն հեռախոսահամարը, որով դուք պիտի կապվեք, շնորհակալ եմ նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնում ամեն կերպ աջակցել, ամեն կերպ։ Խոսքը վերաբերում է մի քանի շաբաթվա։ Դա նաև ձեր պարտականությունն է։ Եթե դուք չեք կանգնում ձեր անկախության պայքարի առաջնորդի կողքին, այդ ում կողքին եք կանգնում։ Եթե դուք ձեզ առաջնորդ եք համարում եւ մտնում եք քաղաքական ասպարեզի փրփրեք գործելու համար, եթե դուք ձեր քաղաքական անկախության առաջնորդի կողքին չեք, քաղաքական գործիչներ, այդ ում հետ եք սատանայի, սատանան միլիոն տեսք ունի։ Անկախության պայքարը մեկն է ունեցել, ու մեր ժողովուրդը 2.400.000-ով այո է ասել։ Հիմա այդ 2.400.000-ի անունից ասում եմ, ամսի 16-ին ժամի 3-ին նախ վարչապետին փոխանցում ենք մի ուղերձ, հետո դատախազից պահանջում ենք, որ վերահսկի, իսկ արդարադատության նախարարությանը հիշեցնում ենք, որ ինքը պիտի անմիջականորեն գործի։ Ժամը 3-ին կսկսենք, ժամը 4:30-4:45 կավարտենք։ Բոլորիդ սպասում եմ։ Սա այսօրվա իմ երրորդ եթերն էր։ Կարծում եմ, որ մեկը մյուսի հետ ինչ որ չափով կապված են, արժի որ դրանք երեքին էլ հետևեք։ Աստված մեզ պահապան։